Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի մարտի 20-ի հերթական նիստի աշխատանքները, օրակարգի նախագծի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտարկումներ, չկան, ըստ այդմ օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, նախագիծը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտողություններ, չկան, ըստ այդմ քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք հարց համար 41-ը Արթուր Նահապետյանին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցազեկուցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, համեցեք պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերի 20-ից կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարական դիմումը կառավարության կողմից հաստատվելուց հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի համաձայն կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է կառավարությունը 6 տարի ժամկետով։ Կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար օրենքին համապատասխան ձևավորվել էր մրցութային խորհուրդ։ Առաջին մրցույթը կայացել է 25 թվականի հունվարի 20-ին, որի արդյունքում թեկնածուն չի հաղթահարել միավորների սահմանված շեմը։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարվել է նոր մրցույթ, որին դիմաց 5 թեկնածուներից 3-ը հաղթահարել են միավորների սահմանված շեմը եւ որպես առավելագույն միավոր ստացած թեկնածուներ մրցութային խորհրդի կողմից ներկայացվել են կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում նախագծով առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, հարգելի գործընկերներ, ինչպես ասվեց, անցել է մրցույթային հանձնաժողովը բավականին ներկայացուցչական կազմ ունի տարբեր պետական մարմիններից, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից եւ 3 թեկնածուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը եւ ես բոլոր թեկնածուների հետ երկու փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը եւ ընդ որում ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ որ առումով համընկել է նաև մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետև պարոն Նահապետյանը թե բարեվարկության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել եւ այդ առումով կարծում եմ, որ սա էլ կարևոր փաստ է արձանագրելու համար։ Պիտի ընդգծեմ նաև, որ կրկին ուզում եմ գոհունակությունս արտահայտել եւ շնորհակալություն հայտնել մրցույթի մյուս մասնակիցներին, մասնավորապես շեմը հաղթահարած մասնակիցներին, նրանցից Պետրոս Մարտիրոսյանը այս դահլիճում է եւ զբաղեցնում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը եւ այսինքն գործունեությամբ ներգրավված է կառավարման համակարգում, նաեւ Գևորգ Քոչարյանը, ով թեկնածուներից մյուսն է, նշանակվել է արտահայտության նախարարի տեղակալ, այսինքն ըստ էության նույնպես այսպիսով ներգրավում է պետական կառավարման համակարգում, իսկ այս փուլում մենք պարոն Նահապետյանին առաջադրում ենք որպեսզի ղեկավարի հակակոռուպցիոն կոմիտեն, խնդրեմ պարոն Նահապետյանին չունեք ասելու կառավարությանը, համեցեք, նստեք։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ։ Իմ թեկնածությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Մեկ անգամ եւս շնորհակալություն բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան, հարգելի գործընկերներ, հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման օրվա առիթով վերջին 2 կամ 3 երևի տարիներին
իմ ունեցած ելույթում ես անդադ այդ ուղերձը տվել եմ, որ շատ կարևոր է, որ մենք հակակոռուպցիոն կոմիտեի, այդ թվում քննչական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ ունենանք ելքի մասին որոշակի պատկերացումներ, որովհետև ինչ նկատի ունեմ, որ մեզ պետք են հստակ ցուցիչներ, այդ թվում արտահայտված կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ, որովհետև գիտեք, որ օրենսդրությամբ թե քննչական կոմիտեն, թե հակակոռուպցիոն կոմիտեն տարեկան գործունեության արդյունքով հաղորդում է ներկայացնում կառավարությանը եւ վերջին անգամ, որ այդ հաղորդումը ես ստացել եմ, նաեւ այդ հաղորդումը մակագրությամբ վերադարձրել եմ, խնդրելով լրացնել տվյալով, թե հակակոռուպցիոն կոմիտեի դատարան ուղարկված գործերի ծավալը ինչպիսին է եւ ինչ ծավալ է, որ ավարտվել է դատավճռով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչքանն են մեղադրական, ինչքանն են արդարացման, սա շատ կարևոր ցուցիչ է, որովհետեւ երբեմն այդ հաշվետվություններում ավանդաբար ասվում է, որ եւ քննչական կոմիտեում եւ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է այսքան քրեական գործ։ Քրեական գործի հարուցման մեջ ոչ մի այտենց համեն դեպս ծավալի առումով ոչ մի դրամատիկ բան կարող է եւ չլինել։ Այսօր կարող է հարուցվել, վաղը կարող է կարճվել նույն հաջողությամբ կամ գնալ դատարան ավարտվել արդարացմամբ։ Այսինքն մեզ պետքա արձանագրել քրեական գործերի հարուցման հետ ինչ է տեղի ունեցել։ Եվ ես զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով մեծ բաներով տենց լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը, պետական բյուջեն, այդ թվում ժողովուրդը հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի եւ էական ներդրում է իրականացրել եւ ուզում եմ հիշեցնել նաեւ, որ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում էր, երբ որ աշխատավարձերի այդպիսի բարձր մակարդակ սահմանվեց, այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության եւ պայքարի առումով ինչ որ ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի, բայց ցավով պիտի արձանագրեմ, դա կապված չի իհարկե միայն հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հետ, այլ խոսել ենք, որ դատաիրավական համակարգում ունեցած մեր խնդիրների մասին, բայց մյուս կողմից հակակոռուպցիոն կոմիտեն ունի շատ կարևոր դերակատարում մեր պատմության մեջ չկներեք, նախկինում եղել է։ Այսօր ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեն նաև ունի օպերատիվ ստորաբաժանում եւ մենք ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի եւ ելի եմ ասում, դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարող լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք, բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է եւ սա կարծում եմ եւ պարոն Նահապետյան, ձեզ հետ էլ ենք քննարկել այդ հարցը, որ դա ուղղակի անընդունելի մոտեցում է եւ կարծում եմ քննչական կոմիտեի դեպքում էլ ցավոք նման իրադրություններ կամ դրան նմանվող իրադրություններ ունենք եւ մենք պետքա բացառենք սա եւ այստեղից նաեւ մեր աշխատանքի արդյունավետության ցուցիչների մասին պատկերացումները պետք է փոխենք եւ հաշվետվողականության ավելի տեսանելի բանաձևերով պետք է ներկայանանք հանրությանը։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, ինչ հարցեր, դիտարկումներ։
Եվ ելի ուզում եմ նաև հաջորդ թեմային էլ անդրադառնամ, այդ նույն տրամաբանությամբ Միչայելոց նախկինում խոսել ենք այդ թվում կառավարության նիստերին տարբեր առիթներով մենք օրինակ շատ հակված ենք, որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված, բայց երբեմն այս նույն իրադրությունը պատահում է, երբ մենք պետական գերատեսչություններից ստանում ենք այսպիսի ազդակներ, որ ըստ էության այդ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանցով օրինակ նախագծերի իրականացումն է խոչընդոտվում։ Դե ես իրականում 1, 2, 3 ոչ մի ռեակցիա չեմ տալիս, որովհետև համարելով, որ դե եթե կա փաստ, պետքա գործ հարուցվի եւ քննվի, բայց հետո նույն իրավիճակը, երբ որ տեսնում ես այդ գործը մի տարի է քննվում, 2 տարի է քննվում, 3 տարի է քննվում, եւ այդ ընթացքում տեղի չի ունենում ի վերջո, բան ելք պետքա տեղի ունենա։ Այսինքն ինչքան կարելի է քրեական գործ հարուցել ու տենց քրեական գործը հարուցած մնա ժամանակ առ ժամանակ ինչ որ մի ազդակ լինի, այսինքն ֆունդամենտալ խնդիրն է, որ համակարգը եւ մեխանիզմը պետք է հստակ աշխատի, հստակ տա պատասխաններ։ Կամ մեղավորներ, թող մեղավորների նկատմամբ համապատասխան ընթացակարգը ապահովի, այսինքն գործը գնա դատարան եւ պսակվի մեղադրական դատավճռով, էս էլ է շատ կարեւոր, որովհետեւ գործը դատարան, էդ էլ է մեկ ներկայացվում որպես արդյունք, որ գործը ուղարկվել է դատարան, բա դատարանում ինչ է եղել, կարող է արդարացվել է մեղադրյալը, ամբաստանյալը, կարող է կարճվել է գործ, այսինքն ելք չի ունեցել, այսինքն շատ կարեւոր է, որ մենք պետք է վերադառնանք։ Մենք խոսել ենք նաեւ գլխավոր դատախազի հետ էլ ենք խոսել այս թեմայով, որ մենք իհարկե այն կանխավարկածով չենք, որ ինքը վատ կանխավարկած է, որ եթե գործը գնաց դատարան, ուրեմն պետքա պարտադիր մեղադրական դատավճռով պսակվի, որովհետև այդպիսի ավանդույթներ են եղել, որ եթե դատախազությունից գործը դուրս է եկել, վերջ ուրեմն պետքա մեղադրական դատավճիռ լինի։ Բայց այդտեղ էլ մենք որոշակի, որովհետև կան գործեր, որոնք իրանք ամբողջ աշխարհում էլ տենց է, եզրային վիճակներ են կապված դատական process-ում այդ մրցակցության մեջ ում փաստարկները ավելի համոզիչ կդառնան դատարանի համար։ Այս ամեն ինչը պարզ է, բայց այդտեղ էլ նաև որոշակի բան պետք է ունենանք, տոկոս պետք է ունենանք մենք։ Եթե գնացել է հետ է եկել, լավ 1-2 պետք է հասկանանք ինչն է պատճառը։ Կարող է այնպես է, որ այո, դատարանում նոր ապացույցներ են հայտ եկել կամ մրցակցային այդ իրավիճակը բերել է օբյեկտիվորեն այդպիսի իրավիճակի, բայց եթե 1, 2, 3, 4 եւ դա կապվում է նույն քննիչի, նույն դատախազի, նույն process-ի, նույն պրոցեդուրայի հետ, այդ արդեն լույս պետք է վառվի, որտեղ կարող է ինչ-որ բան այնպես չի։ Այնպես որ շատ կարևոր աշխատանք կա անելու ընդհանրապես դատաիրավական համակարգում եւ հակակոռուպցիոն կոմիտեում մասնավորապես։ Կան այլ դիտարկումներ։ Չկան։ Ըստ այդմ առաջարկում եմ քվեարկել, ովքեր են կողմ Արթուր Նահապետյանին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու։ Դեմ չունենք, պարոն Նահապետյան, շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում։ Հարց համար 25 մշակութային հաճույքների կազմակերպման մասին եւ կից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության ծրագրով եւ նաեւ մշակույթի զարգացման եւ պահպանման ռազմավարությամբ կարևորագույն թիրախ է մշակույթի տնտեսականացումը, այսինքն մշակույթի ոլորտում այնպիսի մեխանիզմների եւ գործիքների ներդրումը, որը նպաստելու է նաեւ մշակույթի ոլորտի հանրային եւ տնտեսական զարգացման մեջ ունեցած կշռի բարձրացմանը եւ մյուս կողմից էլ նպաստելու է ոլորտի ինքնաբավության մեծացմանը եւ այս իմաստով տարաբնույթ ուղղություններով աշխատանքներ են ընթանում եւ ներկայացվող նախագիծը այդ աշխատանքներից մեկի
ուրեմն դրսևորումն է։ Մասնավորապես, եթե նայում ենք աշխարհում գործող համակարգերին, ապա տեսնում ենք, որ աճուրդները բավականին տարածված են խթանելու արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը ընդհանրապես։ Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժերը եւ դինամիկ զարգացումները։ Պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չի, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Մասնավորապես կանոնակարգված չեն արվեստի գործերի առուվաճառքի գործընթացները։ Բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների, արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նաեւ նոր միտումների ձևավորման գործում։ Միաժամանակ արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը եւ թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ նաեւ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու եւ պետության համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքները ձեռք բերելու տեսանկյունից։ Այս նախագծով մենք հիմք ենք դնում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը, առաջարկելով ընդունել նոր օրենք եւ նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաեւ մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաեւ առաջարկի պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը եւ ստվերային շրջանառության կրճատմանը։ Կապահովի նաեւ ոլորտում համակարգված պետական քաղաքականության իրականացումը, այդ թվում նաեւ պետական թանգարանային հավաքածուների համալրման գործընթացի կազմակերպումը, որը պետք է հիշեցնեմ, որ նույնպես մեր կառավարության քաղաքականության շրջանակներում է։ Ինչը կարևոր է, մենք նախատեսում ենք օրենքի ընդունմամբ հնարավորություն ստեղծել միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը, ապահովել հայկական շուկա, որն իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաեւ միջազգային շուկաներում մեր մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը ընդհանրապես, ինչպես նաեւ ուսումնասիրելով շուկան, կարծում ենք, որ նման հեղինակավոր աճուրդային տան ներգրավումը մեր դաշտում կստեղծի պոտենցիալ նաեւ աճուրդային շուկան դարձնել տարածաշրջանային հետաքրքրության առարկա։ Առաջարկում եմ հաստատել։ Տիկին Անդրեասյան, հիմա այս օրենքի ընդունումով մենք մեր իրականության մեջ ինչ է առաջանալու, ինչ է ձևավորվելու, որ այսօր չկա։ Այսինքն այսօր ինչ նախանգարում, որ այդ նույն մշակութային աճուրդները տեղի ունենան։ Այս պահին մենք օրենսդրությամբ ընդհանրապես չունենք սահմանված մշակութային աճուրդի հնարավորությունը։ Մենք ունենք հրապարակային սակարկությունների մասին գործող օրենք, որը ունի խիստ սահմանափակ նշանակություն եւ կիրառելիություն եւ չի կարող կիրառվել այս ոլորտի կանոնակարգման համար։ Եվ փաստացի այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք ընդհանուր առմամբ նոր հասկացություններ ենք ձևակերպում, ինչպիսին մշակութային աճուրդն է, աճուրդի տունն է, դրա հետ կապված ամբողջ փոխկապակցված մյուս հասկացություններն են եւ նաեւ սահմանում ենք այս գործունեության իրականացման տրամաբանությունը։ Ընդ որում պետք է ասեմ, որ մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից։ Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորվող գործունեություն եւ ներկայացված օրենսդրական փաթեթը նաեւ այդ կարգավորումներն է տալիս, որով որ մասնավորը կունենա հնարավորություն այս դաշտում գործունեություն ծավալելու եւ մեր տպավորության բավական լուրջ հետաքրքրություն կարող է առաջացնել։ Այսինքն, քանի որ օրենքում մշակութային աճուրդների առանձնահատկությունները այն ընթացակարգերը, որ մենք ունենք, այդտեղ սահմանված չեն, մեր ենթադրությունն այն է, որ երբ որ այդ առանձնահատկությունները սահմանենք եւ կանոնակարգենք, մեծ հավանականությամբ կառաջանան այդ մշակութային աճուրդային համակարգերը։ Այո, եւ այստեղ թե կանոնակարգման մասին է խոսքը եւ թե նաեւ որոշակի երաշխիքների տրամադրման, որովհետեւ մշակութային աճուրդների գործունեության համար շատ կարեւոր է, որպեսզի լինի այդ վստահության դաշտը, որ մենք որ այդ նկարն է օրինակ։ Այո, այստեղ մենք հարակից գործընթացներ ունենք մշակութային արժեքների փորձաքննության դաշտի հետ կապված եւ ընդհանուր առմամբ մի շարք հարակից բաղադրիչներ կան եւ սա ընդհանուր մեծ բարեփոխում է, որը արվեստային շուկայի, ինստիտուցիոնալ շուկայի ձևավորման հիմք է դնելու։
Այստեղ ըստ էության երկու խնդիր կա, որ ձեր ասածից ես հասկացա, որ մեկը հայտնի նկարի դեպքում օրինակ այդտեղ իրական, այսինքն օրիգինալ լինելու հետ կապված խնդիրն է առաջանում, իսկ սովորական, ոչ սովորական, այսինքն ընթացիկ նկարների պարագայում արվեստի գործի գնանշման խնդիրն է առաջանում, որովհետև ասենք ենթադրում եմ շատերս այդ իրադրության հետ բախված կլինենք, որ երբ որ ասենք ինչ որ ձևով մեր այսօրվա վերնիսաժային հարթակներից ինչ որ մի նկար մտածում ես ձեռք բերես, բայց բնականաբար վստահություն չկա, ասենք թեկուզ խոսքը 30-40 50,000 կամ 10,000 կամ 5,000 դրամի մասին է, բայց այդ նկարը արժի այդքան, թե չարժի։ Ենթադրում եմ, որ այս համակարգը ինքը որոշակի վստահություն է տալու, որ այդ նկարը կամ արժի այդքան, կամ առնվազն սակարկությունը ինքը այդ հնարավորությունը կբացի եւ կտա, ինչը նաեւ մեր հարգելի արվեստագետների աշխատանքը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավորություն կտա, որը կարծում եմ ինքը նաև չի էլ խանգարի մեր վերնիսաժների գործունեությանը, որը Երևանի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ սկսած արտահանումից նկարների, որովհետև նկարների արտահանման համար պրոցեդուրաներ կան, մարդիկ անդադ քաշքշուկների մեջ են ընկնում, պիտի նախարարությունից տեղեկանք անեն, չգիտեմ ինչ, այսինքն ենթադրվում է, որ այս դեպքում մարդը եթե գնաց այդ աճուրդային կենտրոնից կամ այդ հարթակից ձեռք բերեց նկարը, ուրեմն այդ ծառայությունները գնի մեջ ներառված կլինեն, որպեսզի մարդ ուղակի վերցնի, կարողանա վերցնի եւ գնա օդանավակայան, այդ թվում թույլտվությունը, որովհետեւ արվեստի գործը մաքսային ծառայությունը տեսնում է, ինքը ուզում է համոզված լինի, որ այս արվեստի աշխատանքը երկրից արտահանելու արգելք չկա եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչը իր հերթին պրոբլեմներ է ստեղծում, այդ թվում արվեստագետների եկամուտների, այսինքն շուկա ձևավորելու եւ դրամաշրջանառություն ապահովելու առումով, որը կարծում եմ, որ շատ կարևոր նորամուծություն է։ Համեցեք, պարոն Գրիգորյան։ Վարչապետ, այդպես է եւ ստեղ մի բան ուղղակի ավելացնեմ, մեր լիցենզավորման գաղափարը ինչ նպատակ ունի։ Մենք լիցենզավորում ենք կառույցի, որևէ կերպ շուկային չխանգարելով, բայց մենք լիցենզավորում ենք մի կառույց, որը լիցենզիա է ստանում այն հանգամանքի շնորհիվ, որին ինքը ունի ապրանքը իդենտիֆիկացնելու եւ փորձաքննական գործառույթ իրականացնելու ունակություն, ինչը եւ կրում է դրա համար պատասխանատվություն։ Այսինքն ցանկացած հարթակում վաճառքները սրանով չի արգելվում, բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է եւ հարթակը ունի լիցենզիա։ Ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում։ Դա իրոք լուրջ խթան կլինի, որովհետեւ եւ ընդ որում ես կարծում եմ մենք նաեւ ֆիքսել ենք, որ դա անկանխիկ առևտրի հարթակ է եւ ինքը լինելու է եւ էլեկտրոնային եւ նաեւ չի բացառում, որ կազմակերպվի առանձին դեպքերում ֆիզիկական, բայց դա ավելի շատ տենց բուտաֆոր նշանակություն ունի, բայց այստեղ այդ կարեւորությունը ընդգծեմ եւս մեկ անգամ, որ լիցենզավորման ինստիտուտի ներմուծումը այս ոլորտում փորձաքննության խնդիրն է լուծում, որ ամենակարևորն է։ Ես ձեր ասածից հասկացա, պարոն Գրիգորյան, որ շատ հնարավոր է, ես ոչ նկար ոչ գնում եմ, ոչ էլ վաճառում եմ, բայց 40 տարի մեր տան նկար կա կախած, ես ուզում եմ հասկանամ ի վերջո այդ նկարը իրենց որևէ արժեք ներկայացնում է թե չէ, եւ կարող եմ տանել այնտեղ, եւ այդ փորձաքննությունը շատ կարեւոր է, ձեր ասածի երկրորդ մասը, որ ոչ միայն փորձաքննում, այլև պատասխանատվություն է կրում այդ փորձաքննության համար եւ հետագայում, ասենք, այդ նկարը կարող երբ որ անհրաժեշտության դեպքում, երբ որ գնանշված լինի, մարդը սեփականատերը կարող որոշում կայացնի, որ դա վաճառում է, գրավի առարկա է դարձնում եւ այլն, այսինքն տնտեսական նկարը ըստ էության, որը մեզ համար այսօր բան է, ինքը բուտաֆորիկ կամ
սիմվոլիկ նշանակություն ունի, ինքը այս համակարգով ստանում է տնտեսական նշանակություն, այդ թվում բոլոր այն դեպքերում, երբ որևէ մեկը սեփականատերը ուզում է դրան օժտի կամ տնտեսական նպատակով օգտագործի։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ կարևոր համակարգ է իրոք, եւ շատ բան կարող է փոխել մեր մշակույթի եւ արվեստի զարգացման գործում։ Համեցի։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, լրացնելով պարոն Գրիգորյանի դիտարկումը, այո, օրենքի նախագծով նախատեսված է, որ բոլոր գործառնությունները միայն անկանխիկ եղանակով պետք է իրականացվեն եւ էլեկտրոնային աճուրդների վրա արված է մեծ շեշտադրում, ընդ որում պետք է ֆիքսեն, որ խոսքը գնում է բազմալեզու էլեկտրոնային հարթակների մասին։ Ես նշեցի արդեն, որ մեր հեռահար նպատակն է ի սկզբանե ձևավորել մեխանիզմ, որը կարող է հետաքրքրություն առաջացնել նաև տարածաշրջանում եւ այդ իմաստով նաև հենց սկզբից օրենսդրական փաթեթը այդ տրամաբանությամբ է կազմված։ Ինչ վերաբերում է փորձաքննությանը, պետք է ասեմ, որ մենք զուգահեռաբար աշխատել ենք մշակութային արժեքների փորձաքննության դաշտի վերափոխման ուղղությամբ եւ մասնավորապես այստեղ ապահովագրական ընկերությունների հետ համատեղ աշխատանքի միջոցով ձևավորվել են ապահովագրական պրոդուկտներ, որոնք նաև ապահովագրելու են մշակութային արժեքների փորձաքննողների ուրեմն ռիսկերը, սխալները եւ սա լրացուցիչ երաշխիք ու վստահություն է տալու այն պոտենցիալ գնորդներին կամ շուկայի մասնակիցներին, որոնք կներգրավեն գործունեության մեջ, որ ինստիտուցիոնալ բոլոր համակարգերը աշխատում են եւ հետեւաբար այդ երաշխիքները ապահովված են։ Պետք է նշեմ նաև, որ մենք այժմ արդեն բանակցություններ ենք վարում տարբեր միջազգային աճուրդի տների հետ, հասկանալու թե ով ունի հետաքրքրվածություն ներգրավելու այս գործընթացում օրենքի ընդունման պարագայում եւ կարծում եմ, որ առաջիկայում կունենանք նաև այս ուղղությամբ կոնկրետ արդյունքներ։ Եվս մի բան, որ կուզեի նշել, պարոն վարչապետ, ես զեկուցման ընթացքում նշեցի, որ կառավարությունն էլ ունի խնդիր։ Մենք արդեն 2 տարի է վերականգնել ենք թանգարանային հավաքածուների համալրման գործընթացը եւ ինքներս մշակութային արժեքներ ձեռք բերելու խնդիր ունենք, ընդ որում խնդիր էր դրված, որ կարողանանք նաև մեր ժամանակակից արվեստի գործերը ձեռք բերել, բայց մենք բախվեցինք նույն խնդրին, որ չկա գնի որոշման շուկայական մեխանիզմ։ Եվ երբ որ փորձում ենք որևէ արժեք ձեռք բերել, ապա բավականին լուրջ անորոշությունների ենք բախվում եւ այստեղ էլ կարծում ենք, որ այս մեխանիզմը մեզ հնարավորություն է տալու նաև պետական կարիքների համար մեր թանգարանների հավաքածուների համալրման ավելի թափանցիկ եւ հաշվետվողական մեխանիզմ ունենալ։ Թվերը նշելով 2 տարում մենք արդեն ավելի քան 60 միլիոն դրամ ենք տվել եւ շուրջ 30 մշակութային արժեքներ ենք ձեռք բերել մեր թանգարանների համար։ Վերջին նյուանս, պարոն վարչապետ, այս մեխանիզմը քանի որ վստահ եմ, որ շատ թափանցիկ է լինելու եւ հրապարակային, դա նշանակում է, որ այս էլեկտրոնային հարթակը ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, այսինքն պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ շատ էականորեն աճում է։ Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը հիմա կա, բայց առևտրի ձևը անընդունելի է այն մարդու համար, ով ցանկություն ունի գնել, որովհետև ոչ մատակարարման հարցն է հասկանում, ոչ իսկության հարցն է հասկանում, ոչ վճարման եւ գնագոյացման։ Իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային, ինչ որ կարծում եմ շատ կարեւոր է առաջին հերթին արվեստի զարգացման համար։ Դե ըստ էության առավել եւս եթե մեզ հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան դառնում է համաշխարհային շուկայի մաս, այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ։ Տիկին Անդրեասյան, բայց ես սխալ եմ հիշում, որ մենք այնուամենայնիվ ժամանակակից նկարիչների գործեր ձեռք բերեցինք այդ թվում թանգարանների համար։ Այո, որոշ գործեր իմ նշած այս շուրջ 30 արժեքների մեջ կան եւ ձեռք ենք բերել օրինակ պատկերասրահի համար, մեր մյուս թանգարանների համար, բայց նաեւ այս գործընթացը մեզ ցույց տվեց ինստիտուցիոնալ խնդիրները, որ կան, այսինքն այո, իհարկե մենք այդ աշխատանքը ներողություն, որովհետեւ վաղը հարց է ծագելու, բա ինչի է քեզ նկարին տվել 5 միլիոն դրամ եւ ոչ թե 4 միլիոն 200,000 դրամ։ Դե արի հակակոռուպցիոն կոմիտեին բացատրի, թե ինչի։
ինչի ոնց է ձևավորվել այդ գինը, բայց մյուս կողմից մենք այդ մասին քննարկել ենք, որ ես շատ կարևոր եմ համարում հենց իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, որ մենք այդտեղ բաց ունենք, մենք այո, մեր մշակութային ժառանգությունը նախկից մենք գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն եւ անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված ու բան չի, եւ սա կապ ունի այն խնդիրների հետ պետականության եւ անկախության ընկալման, որի մասին մենք խոսում ենք։ Մենք մեր աշակերտներին էլ խթանում ենք, որ գնան թանգարաններ եւ այլն, գնում են այդտեղ տեսնում են, այո, շատ կարեւոր ժառանգություն են տեսնում, բայց անկախությունից հետո բանա, բացա, վակուումա, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչ մի բան չկա։ Եվ սա լուրջ խնդրեմ է եւ այո, մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք եւ մենք պետք է նաեւ մեր պետական պատկերասրահում Հայաստանի պետական պատկերասրահը չէ կոչվում։ Հայաստանի ազգային պատկերասրահ։ Ազգային պատկերասրահում, ասենք, ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա ըստ էության, թե կա։ Որոշ գործեր ցուցադրված են այս շրջանակներում էլ ձեռք են բերվել, պարոն վարչապետ, մենք ապրիլին նախատեսում ենք, որ կբացենք պատկերասրահի բոլոր հարկերը ամբողջությամբ եւ այդտեղ արդեն ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաեւ ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք, որովհետեւ բավականին ֆոնդերում նաեւ կարեւոր ուրեմն գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել եւ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով պարբերաբար ցուցադրվում են։ Ձեր ասած խնդիրը իհարկե կա։ Հավաքածուն պետք է համալրել, դրան պետք է առանձին ուշադրություն դարձնել եւ կարծում եմ, որ ներկայումս այս վերաբացվող ցուցադրությունը պատկերասրահի այդ տրամաբանության մեջ է։ Եվ այո, մենք պետք է առաջինը որպես մշակութային ժառանգություն, որպես մեր մշակութային ժառանգություն այսօր դա ձեռք բերենք, բայց այս համակարգը ինչով է էական, որ դա նաև կապիտալ ներդրում է պետության համար, որովհետև դա պետության սեփականությունն է, եթե պրոֆեսիոնալ ձև կերպով նկարները ձեռք բերեն, այսօր 5 միլիոն դրամով ձեռք ենք բերել, մինչև կհասնի հակակոռուպցիոն կոմիտեին, կարող է այդ նկարը արդեն դառնա 15 միլիոն դրամ կամ 15 միլիոն դոլար, եւ դրանով բոլոր հարցերը արդեն լուծված կլինեն եւ դա շատ էական է։ Բայց իրոք եկեք խոստովանենք, որ սա շատ բան է, որովհետեւ ինքը սուբյեկտիվ ընկալում է, եթե մասնագիտական, փորձագիտական բան չկա, գնահատական չկա, ոչ պրոֆեսիոնալի համար շատ բարդ է նույնիսկ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ նկարի գնի իր հետագա ճակատագիրը ինչպիսին կլինի։ Այնպես որ շատ կարևոր է, բայց եկեք մի բան պայմանավորվենք, օրենքը ընդունենք, սկսի գործել, որ ժամանակ անց վերադառնանք, տեսնենք ես մեր խոսացածը արտահայտվեց, թե չարտահայտվեց։ Եթե չի արտահայտվում, ուրեմն պիտի վերադառնանք նախագծին, ուրեմն էլի մեջ ինչ-որ մի բան չենք նախատեսել, մեջ ինչ-որ մի բան չենք ձևակերպել, որպեսզի մեր նպատակին հասնենք ի վերջո։ Իսկ նպատակը ոչ թե օրենքի ընդունումն է, այլ այն բովանդակային մասը, որի մասին խոսեցինք, իրականության մեջ տեսնելը։ Կան այլ դիտարկումներ։ Չկան, ըստ այդմ հարցը դրում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 20-ը մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող 16-ից մինչև 18 տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը եւ բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ըստ էության շարունակությունն է այն բարեփոխման, որ մենք սկսել ենք մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում նախորդ տարի
Գիտեք, որ ազգային ժողովի կողմից ընդունվեց նոր օրենքը, որով որ մասնավոր ոլորտի հետ համագործակցության եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը իբրև ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմաններն են դրված եւ բնականաբար, երբ որ մենք դնում ենք այդ պայմանները, պետք է լինեն նաեւ հաջորդող կարգավորումներ, որովհետեւ ըստ էության այժմ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը հնարավոր է դարձնում, որպեսզի ուսանողը թե աշխատի եւ թե սովորի։ Եվ խոսքը հենց դրա մասին է, որ մենք դուալ կրթության համակարգում ունենք գործատուի հետ համատեղ կամ աշխատավայրում կամ աշխատավայրին հարմարեցված պայմաններում կազմակերպող ուսումնառության գործընթաց եւ այստեղ կա մի առանձնահատկություն, որ այս անձը միաժամանակ համարվում է թե ուսանող եւ թե նաեւ գտնվում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ։ Ու բնականաբար, որպեսզի այս գործընթացը ընթանա պատշաճ ձևով, անհրաժեշտ են կարգավորումներ, որոնք հնարավոր կդարձնեն վստահանալ, որ առանձնապես անչափահաս անձանց պարագայում, որպիսիք հանդիսանում են ՄԿ համակարգում սովորող ուսանողների մեծ մասը, ապահովված են նրանց այս տիպի աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ առողջության եւ անվտանգության պահպանման պայմանները։ Եվ մասնավորապես նախագիծը կարգավորում է այս համակարգը, նշելով թե ինչպիսի մեխանիզմներ պետք է գործեն, որպեսզի մենք ունենանք պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր վնասակար, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունը ընթանում է համարժեք 16-ից 18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին եւ նաեւ նկարագրվում են ուրեմն այս ընթացակարգերը։ Պետք է նշեմ միաժամանակ, որ իրականում այս աշխատավայրի հարմարեցված պայմաններում կամ աշխատավայրում ուսումնառությունը անհրաժեշտություն է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ համապատասխան գործնական հմտությունները ունեցող ուսանողներ, որոնք որ ավարտից հետո կարող են լիարժեք աշխատանքային գործունեություն ծավալել, ապա պետք է այդ ուրեմն պայմանները մոտեցվեն գործնական հնարավորություններին եւ հետեւաբար մեր խնդիրն է ուղղակի կարգավորումներ տալ թե բժշկական զննության, թե անհրաժեշտ նաև անհատական պաշտպանության միջոցների այլ անհրաժեշտ կարգավորումները նախագծով տրված են, պետք է ասեմ, որ մենք օրենսդրությամբ արդեն իսկ ունենք առանձին կարգավորված ցանկը, որով սահմանված են ծանր, առանձնապես ծանր, վնասակար եւ առանձնապես վնասակար աշխատանքների ցանկերը, դրանք վերաբերում են տարբեր ոլորտների, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության եւ մեծ թվով այլ ոլորտների, որոնք որ մեր ՄԿ համակարգում բավականին կարևոր նշանակություն ունեն եւ կարծում ենք, որ այս կարգավորումը հնարավորություն կտա այդ աշխատանքը կազմակերպել շատ ավելի ուրեմն տեսանելի հեռանկարով, միևնույն ժամանակ մասնավորի ներգրավումը դարձնելով ավելի դյուրին։ Ասեմ, որ այս պահին դուալ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացվում են մեր 21 հաստատություններում 27 մասնագիտություններով եւ ցանկը գնալով ընդլայնվում է։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, սա մի չափազանց կարևոր թեմա է, որ ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն կրթության ոլորտի մեր քաղաքականությունների համար, այլև տնտեսության զարգացման համար։ Ակադեմիական նախագծի շրջանակներում մենք քննարկել ենք, որ հատկապես մարզերում մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը պետք է լրջորեն ուժեղացնել եւ մեր պատկերացումը հետեւյալն է, որ մարզերում պետք է զարգացնել քոլեջների համակարգը եւ ցանցը, ընդ որում պետք է այդ ցանցերը աշխատեն հետեւյալ տրամաբանության վրա, իրենք հենված լինեն տվյալ մարզում մասնագիտական որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա։ Եվ հիմա մենք այս աշխատանքը անում ենք, իհարկե այստեղ էլ կարող ենք փորձել ավելի արդյունավետ եւ արագ գործել, բայց օբյեկտիվ process-ներ են տեղի ունենում եւ այս նախագծի հաջորդ կարևորագույն հատվածը հետեւյալն է, որ մենք քոլեջների կառավարման համակարգերում ներգրավենք իրական տնտեսության այն ներկայացուցիչներին, ում համար հայեցակարգային մակարդակով եւ գործնականում մենք պետք է պատրաստենք կադրեր։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ եւ տեղորոշել մարզի զարգացման ռազմավարական հեռանկարները, որովհետեւ կարող են լինել ոլորտներ, որ մարզում այս պահին առկա են,
բայց իրենք անկում ապրող ոլորտներ են եւ 5-10 տարի հետո իրենք չեն լինելու եւ պետքա որոշել այն ուղղությունները, որոնք մեր կարծիքով մարզում ունեն երկարաժամկետ հեռանկար, այդ ոլորտներում գործող ձեռնարկությունների ներկայացուցիչներին ներգրավել քոլեջների կառավարման խորհուրդներում եւ կառավարման համակարգում, որպեսզի նրանց էլ հնարավորություն տալ, սրա մասին էլ ենք խոսել, ներդրումներ անել, այդ թվում սարքավորումների տեսքով եւ այլն, ուսումնառության համար եւ մի X պահից հնարավորություն ստեղծեն, որ այս համակարգով ուսանողները, որոնք արդեն ուսումնառության որոշակի շրջան անցել են, արդեն անցնեն աշխատանքի հետ համադրվող կրթությանը կամ կրթության հետ համադրվող աշխատանքին, որը տեսականորեն շատ արդեն այս նկարագրությունը ինքը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր թեմայի մասին են խոսում։ Իհարկե շատ բան կախված է նրանից, թե գործնականում ինչ որակով մենք դա կիրականացնենք։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ էլ մենք կարծում եմ իրազեկվածության եւ իրազեկման եւ պլանավորման խնդիր ունենք, որովհետեւ 2 օր առաջ ես պատահաբար մի հանդիպեցի մի ձեռնարկության սեփականատիրոջ հետ եւ ինքը ինձ մոտեցավ, ասեց շատ կարեւոր բան ունեմ, շատ կարեւոր մի նախագիծ կա, որ ուզում եմ խնդրեմ, որ դուք քննարկեք, ասացի խնդրեմ ինչ նախագծի մասին է եւ ինքը սկսեց պատմել սա։ Ես ասացի, բայց կներեք, մենք դա վաղուց դրա մասին խոսում ենք, ասի եւ ես նույնիսկ զարմացած եմ, որ դուք դա ասում եք, դա նշանակում է, որ դուք տեղյակ չեք, որ մենք այդ աշխատանքը իրականացնում ենք, եւ ինչպես մեր մնացած զարգացման ծրագրերում մենք այստեղ էլ իրազեկման խնդիր ունենք եւ կարծում եմ, որ պետքա ակտիվ աշխատենք, այսինքն այդ թվում մարզպետարանների ներգրավան, որ մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Ընդ որում այնտեղ մենք հիմա տեղեր ունենք, ես հասկանում եմ, որ կան քոլեջներ, որտեղ ձեռնարկությունները ներգրավված են, տեղ կա որ ձեռնարկությունների իրականում շատ ավելի են ներգրավված, քան պետք է, որովհետև այստեղ էլ է շատ կարևոր, որ կրթական քաղաքականությունը այս կրթական քաղաքականության մեջ ես խոսում եմ պետական բաների մասին, կառավարության ներգրավվածությունը պետքա լինի այդ մասնավորապես մեթոդիկայի ծրագրերի եւ մյուսի մասին, այսինքն որպեսզի մեր քաղաքականություններին համապատասխանեցվեն։ Իսկ այնտեղ որտեղ մասնավոր ուսումնական հաստատություններ են, այդտեղ երևի մեր ծրագրերը, չգիտեմ, մեր գործունեությունը կամ համագործակցությունը իրանց հետ ոնց են լինում։ Իհարկե այս կարգավորումները իրանց էլ են վերաբերվում, ենթադրում եմ, որ մենք այդտեղ էլ չափորոշիչներ ունենք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, վերջից գալով ասեմ, որ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը լիցենզավորվող գործունեություն է եւ անկախ նրանից թե պետությունն է թե մասնավորն է գործունեությունը ծավալում պետք է անցնի համապատասխան լիցենզավորման ընթացակարգը, իսկ որակի վերահսկողությունը իրականացվում է հավատարմագրման միջոցով, ինչպես որ բուհական համակարգում է եւ լիցենզավորման ու հավատարմագրման պահանջները պարտադիր են բոլոր ուրեմն հաստատությունների համար։ Ինչ վերաբերում է մասնավորի հետ համագործակցությանը, այո, այստեղ աշխատանքի շատ տեղ կա։ Մենք լավ օրինակ ունենք Իջևանում գործող մեր քոլեջով, Պատրիկ Տևեջյանի քոլեջով, որը համատեղ կառավարվող քոլեջ է եւ մենք ուրեմն այս փորձի հիման վրա արդեն տեսնում ենք, որ այս մոդելը լավ աշխատում է եւ տեսնում ենք, որ բավական լուրջ զարգացում է ապրում տարեց տարի, որովհետեւ սկսել ենք գյուղատնտեսական ֆերմերային տնտեսության մասնագիտությունից, որ միասին ներդրեցինք ֆրանսիական մոդելով, հիմա արդեն նաև գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում է, գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական սպասարկում է եւ այլ կարևոր մասնագիտություններ կան, որոնք արդեն գործում են եւ նաև պահանջարկը ցույց է տալիս, որ սա դառնում է իր նշանակությամբ կարևոր քոլեջ, հանրակացարանային ֆոնդ էլ ունենալով կարողանում է սպասարկել նաև շրջակա այլ բնակավայրերին։ Հիմա ակտիվ քննարկման մեջ ենք տեքստիլի ոլորտում եւ կան կոնկրետ հետաքրքրվածություններ թեթև արդյունաբերության քոլեջը Երևանում համատեղ կառավարելու, այս պահին արդեն ունենք նաև պլանավորված ճանապարհային քարտեզ եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ էլ կգնանք եւ ինչպես նշեցիք, մենք մեծ շեշտադրում ենք դնում մարզի տնտեսության եւ մարզում զարգացած ուրեմն ոլորտին համահունչ համագործակցության ձևավորմանը եւ մեր պլաններում է առաջիկայում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ձկնաբուծության ուղղությամբ ավելի սերտ աշխատանքները այժմ ունենք
վերակառուցվող քոլեջ Նոր Գեղիում, որը հատկապես ինտենսիվ գյուղատնտեսության, ջերմատնային տնտեսության մասով կարծում ենք, որ կարող է ակտիվ համագործակցություն ունենալ, այստեղ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ աշխատանքի ուրեմն դաշտում ենք մասնավորի գործընկերներին իրազեկելու եւ նաեւ այս համատեղ կառավարման աշխատանքը անելու, բայց սա մեր առաջնահերթ ուղղությունն է, որով այս տարի ավելի ակտիվ կարծում եմ արդյունքներ կունենանք։ Ընդ որում ես կարծում եմ, որ մենք պետք է նաև այստեղ խթանների մասին մտածենք, թե ինչպես անել, որ մասնավոր հատվածը այս ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ներդրումներ անի, բայց մյուս կողմից կենթադրեմ, որ օրինակ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ լուրջ խթան է այդ ուղղությամբ, եթե մենք կարողանանք էֆեկտիվ ձևով մեր տարբեր իրական տնտեսության ներկայացնող ձեռնարկություններին կներեք այս բառի համար գլխի գցել, որ այդտեղ ներդրումային մեծ հնարավորություններ կան։ Այսինքն, եթե որևէ մեկը ներդրում է անում մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատություն է ստեղծում սեփական ներդրումների միջոցով, առնվազն այդտեղ կրթության վճարները սոցիալական կրեդիտների ձևով վերադարձի շատ մեծ հնարավորություն են։ Այսինքն, այստեղ ի՞նչն է կարևոր։ Մենք երբ որ մեկը պետք է ներդրում անի, տեղ ինքը պետք է հասկանա, չէ, իր բանի դրամաշրջանառությունը ինչ միջոցների հաշվին է ապահովելու, ով է ապահովելու, ով է այդտեղ փող դնելու, ով է այդտեղ ներդրում անելու։ Համընդհանուր հայտարարագրման համակարգը այդ հնարավորությունը տալիս է, որ եւ ուսանողները եւ ծնողները իմիջայլոց այդտեղ շատ կարեւոր մի հատ խնդիր կա, որ մենք պետքա մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում, գիտեք, այդ բանը մենք ինչ որ ձևով մեր հոգեբանությունից պետքա կարողանանք հաղթահարել, որ մենք ասում ենք քոլեջ, միանգամից հասկանում ենք 17-18 տարեկան կամ 16-15 տարեկան երեխա, որ ասում ենք քոլեջ, ընդհանրապես ուսումնական հաստատություն պետքա հասկանանք, պետքա նորմալ է լինի, որ 25-30 տարեկանը որոշում է գնալ քոլեջ ընդունվի եւ մասնագիտություն ստանա, որովհետեւ այդ մասնագիտությունը շուկայում ավելի պահանջարկված է կամ ինքը մասնագիտական վերավորակման անհրաժեշտություն է տենում այս կամ այն պատճառով։ Եվ այդ թվում էս էլ է պետք նայել, թե մեր համակարգերը տենց հնարավորություն տալիս են, թե չէ, որովհետև այդտեղ են մենք պետքա մեր կրթական հաստատություններին հուշենք այս բանը, այդ թվում եթե էլի հարցը դիտարկեմ համընդհանուր հայտարարագրման համակարգով, մարդը կարող է ցերեկը լինել վարձու աշխատող, երեկոյան լինել քոլեջի սովորող եւ տարվա արդյունքով քոլեջին վճարած վճարները իր իսկ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ։ Այսինքն էլի ուզում եմ մեզ բոլորիս եւ տարբեր ոլորտների 70 միլիարդ օդում կախված գումարի մասին հիշեցնել, որ պետքա ոլորտները, կրթական հաստատությունները, առողջապահական հաստատությունները աշխատեն այդ հոսքերը ուղղորդելու դեպի իրենց։ Իսկ սա լուրջ աշխատանք է, լուրջ ներդրում է, լուրջ ջանք է, լուրջ մրցակցություն է, որը նաև այդ ընկերություններին, մասնավոր ընկերություններին, կրթական հաստատություններին զարգացման մրցակցության լուրջ խթան է տալու։ Եվ մենք այս բանը պետքա անընդհատ խոսենք։ Ես հույս ունեմ մենք հիշում ենք, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին անընդհատ պետքա խոսենք, չնայած արդեն այսօր ազդակներ ենք ստանում, որ մեր մոտ երկրում արդեն կան կրթական հաստատություններ, որտեղ համընդհանուր հայտարարագրման համար անհրաժեշտ հաշիվ ապրանքագրեր ստանալու համար հերթեր են գոյանում, ինչը նշանակում է այս բանը ուղերձը կամանց հանրությունը սկսում է ընդունել եւ որ 1, 2, 3 հիմա արդեն 5000-ից ավել մարդ սոցիալական կրեդիտը ստանում է, հարևանին է պատմում, աշխատատեղում է պատմում, ընկերոջն է պատմում, չգիտեմ, տենց բաների մասին սոցիալական ցանցերում գրում են, թե չեն գրում, այս արդեն մարդիկ հասկանում են, որ իրականություն է եւ դա մի հնարավորություն է, որից պետքա օգտվել եւ թույլ տվեք ասել իմ համոզմունքը, որ սա մեր մարդկային կապիտալի զարգացման եւ ռազմավարական զարգացման գործում ահռելի ներդրում է եւ հեղափոխական նշանակություն ունեցող բարեփոխում։ Իհարկե, ես հույս ունեմ, որ մենք սրա արդյունքում կարողանալու ենք նաև կրճատել ստվերային տնտեսությունը, ավելի հաշվետվական դարձնել ինքներս մեզ, եւ սա մի քանի հարթություն ունեցող բարեփոխում է, որը մենք պետքա ոչ միայն ջերմեռանդ կերպով պաշտպանենք, այլև ջերմեռանդ կերպով
իրազեկենք եւ ջերմերար կերպով իրագործենք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, պետք է ասեմ, որ արդեն իսկ բավականին լուրջ հետաքրքրություն մենք նկատում ենք նախարարություն ուղղված այն դիմումների տարբեր կենտրոնների կողմից, որոնք նախկինում էլ գուցե կրթական տարբեր ոչ ֆորմալ ծրագրեր են իրականացրել, կարիքը չեն տեսել գալ պետության հետ համագործակցության դաշտ, որտեղ իրենք իրենց գործունեությունը ծավալել են եւ այս պահին արդեն նաեւ իրենց շահառուներն են պնդում, որ իրենք էլ ուզում են օգտվել սոցիալական կրեդիտների համակարգից եւ արդեն իսկ այդ կենտրոններից դիմումների թիվը ցույց է տալիս, որ բավականին լուրջ շարժ կա եւ մենք էլ մեր կողմից մեր բոլոր հաստատություններին խրախուսում ենք, որ իրենք էլ տարբեր կրթական ծրագրեր առաջարկեն, նաև որակավորման բարձրացման, այլ դասընթացների, որոնք որ կարող են այս կրթության պոտենցիալը ամբողջությամբ իրացնել։ Ինչ վերաբերում է ՄԿ համակարգին, մի թիվ կուզեի նշել, պարոն վարչապետ, նախորդ ուսումնական տարում, այսինքն 23-24 ուսումնական տարում մեր 9-րդ դասարանի շրջանավարտները նրանցից ամեն երրորդը, այսինքն շուրջ 30%-ը ընտրել է հենց ՄԿ համակարգ գնալը։ Սա շատ լավ ցուցանիշ է, որը մենք նախկինում չենք ունեցել եւ ցույց է տալիս նաեւ, որ այս համակարգի գրավչությունը գնալով մեծանում է եւ մեր երեխաներն էլ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից ընտրում են շատ ավելի նպատակաուղղված կրթության շարունակությունը։ Իհարկե, ինչ խոսք ձեր նշած մեծահասակների կրթությունը մենք ամեն կերպ պիտի խրախուսենք, որ անկախ նրանից, թե որ տարիքային խմբում ենք, երբեք ուշ չէ եւ երբեք ավելորդ չի աշխատել սեփական որակավորման բարձրացման վրա եւ նաեւ գուցե նոր մասնագիտություն ձեռք բերել։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, հիշում եք, չէ, որ կառավարության նիստում էլ ենք քննարկել աշխատանքային հանդիպումների ժամանակ էլ ենք քննարկել։ Մասնավորապես քոլեջներում դասավանդողների նկատմամբ մեր պահանջներում մենք պետքա շատ ճկուն լինենք, որ մարդիկ կան, որ իսկապես շատ լուրջ հմտություններ ունեն եւ հմտությունները փոխանցելու հմտություններ ունեն, բայց օրինակ, չգիտեմ, կոչումներ չունեն։ Մենք պետքա հնարավորություն տանք, որ նրանք որպես վարպետ նաեւ ներգրավեն, որովհետեւ նրանք մարդիկ են, որոնք գիտեն ամեն ինչ եւ կարող են փոխանցել, որովհետեւ էս էլ է կարևոր, որովհետեւ մարդ կա, որ գիտի ամեն ինչ, բայց փոխանցելն էլ լրացուցիչ հմտություն է եւ եթե չեմ սխալվում մենք որոշակի լուծումներ կամ տվել ենք կամ պատրաստվում ենք տալ, որպեսզի վարպետները որպես դասախոսական չասենք, լավ, որպես ուսուցանող կազմի աշխատողներ հնարավորություն ունենան նաեւ քոլեջներում ներգրավել եւ աշխատել։ Այո, պարոն վարչապետ, այդ ճկունությունը տվել ենք եւ բացի դրանից մասնագիտական կրթության եւ ուսուցման օրենքում լրացուցիչ ճկունություն ենք տվել այն մարդկանց ուսուցման գործընթացում ներգրավելու համար, որոնք աշխատում են մասնավորի մոտ եւ նրանց գիտելիքն ու հմտությունը ուսանողներին փոխանցելը խիստ կարեւոր է։ Մենք առանձին կատեգորիա ենք սահմանել հրահանգիչ օրենքում, որը վերաբերում է հենց մասնավոր գործատուի մոտ աշխատող մարդուն, ով որ կներգրավի ուսումնական գործընթացում կոնկրետ գործնական հմտությունները փոխանցելու, այսինքն լրացուցիչ ճկունություն ենք նաեւ տվել այն մարդկանց ներգրավելու, որոնք քոլեջի հիմնական աշխատակազմ չեն, բնականաբար, բայց քոլեջ մասնավոր ոլորտ համագործակցության շրջանակներում այս գիտելիքն ու հմտությունը նույնպես ներգրավելու հնարավորություն են ստեղծում գործատուի մոտ աշխատող մարդկանց շրջանակում։ Շատ լավ։ Եվ վերադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին, իհարկե այստեղ ինքը այդ 70 միլիարդը շատ մեծ բեռ է մեր պետական բյուջեի համար, բայց նաև համընդհանուր հայտարարագրման այս համակարգով ես համոզված եմ, որ մենք մի քանի խնդիրներ ենք լուծելու, այն process-ները, որոնք թվայնացման ոլորտում մենք դեն շատ ուժեղ մոտիվացիաներ չունենք, որ ամեն ինչ անենք օր առաջ, առաջին թվայնացման ուղղությամբ սա մեզ շատ մեծ խթան տալու, որովհետև մենք պարտադրված ենք լինելու ուղղակի թվային մեր հարթակները ուժեղացնել։ Այնպես չի, որ մենք հիմա չենք ուզում, բայց միշտ հասկանում եք այդ լրացուցիչ խթանը, այդ բանի ժամկետով սահմանափակված լինելու զգացողությունը միշտ աշխատանքը ավելի կոնկրետ է դարձնում։ Երկրորդը մենք համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք ենք ստեղծում,
որը միանշանակ ուժեղացնում է եւ պետությանը, ուժեղացնում է եւ քաղաքացուն։ Եվ երրորդը մենք կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք ենք ունենալու եւ այն ինչ որ դուք նշեցիք, այո, դա շատ լավ է, որովհետեւ այստեղ էլ արդեն այդ նույն ընկերությունների կամ ձեռնարկությունների միջև առողջ մրցակցություն է ձևավորվելու եւ ընդ որում մրցակցությունը այդ մրցակցությունից շահելու է թե կառավարությունը, պետությունը, թե շահառուները եւ իհարկե այս ներդրումը ինքը տարեցտարի իր արդյունքը մեր տնտեսության զարգացման եւ տնտեսական պոտենցիալի աճի տեսքով անպայման ունենալու է։ Ես սա ասում եմ, որովհետեւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծեմ, որ համընդհանուր հայտարարման համակարգի ներդրման այս process-ից իմ ողջավորությունը չի նվազում, որովհետեւ ինչքան գնում է, ես հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ իրոք շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում եւ ուրախ եմ, որ մենք այդ բարեփոխումը անում ենք, բայց ուրախ եմ, որ ակնհայտորեն այն առաջին բանը, առաջին տենց հակադարձումից հետո հանրային ընկալումը process-ի նկատմամբ գնալով օր-օրի այդ ավելի տեսանելի եւ նկատելի է եւ դա իհարկե շատ ուրախացնող փաստ է եւ ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունը արտահայտել ընդգծելով որ այն ինչ որ պայմանավորվել ենք իրազեկման տեմպի մասին պետքա շարունակենք որովհետեւ նույնիսկ այս ազդակները չի նշանակում որ արդեն բոլորը իրազեկված են նրբությունների մասին։ Եթե մենք այդ իրազեկումը շարունակենք, այս ալիքը կգա, կկանգնի, էլի ճեղք կունենանք, կսկսենք անհանգստանալ, կսկսենք նորից ինտենսիվ, ու սենց կտոր, բայց այդ արանքներում մենք ժամանակ կկորցնենք եւ ռեսուրս կկորցնենք, այնպես որ պայմանավորվենք, որ շարունակում ենք այդ հարցով ինտենսիվ աշխատել։ Խնդրեմ կան այլ դիտարկումներ, համեցեք բանով։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եի ասել, որ մենք բոլորս եւ մեր հանրությունը պետք է գիտակցի, որ այս հայտարարագրման համակարգ մենք նոր ենք մուտք գործում, սովորելու շատ բան ունենք, ինքը ծավալվելու շատ մեծ պոտենցիալ ունի, նոր ոլորտներ, կրեդիտների չափի վերաբերյալ նաեւ հիմա մենք պետքա առաջի փուլերից հետո վերլուծություններ իրականացնենք եւ հասկանանք թե ինչպես կարող ենք այս համակարգը ել ավելի զարգացնել, որպեսզի ինքը ոչ թե դառնա ավելորդ բեռ մեր հարգելի քաղաքացիների համար, այլ ինքը դառնա հնարավորությունների մի այսպիսի պատոհան, որտեղ պլանավորումը մեր ապագա գործողությունների ավելի լավ կկարողանանք իրականացնել։ Դե պարոն Հովհաննիսյան, ըստ էության ինչ որ ասցիք, արդեն այսպես ասած հայտարարել ենք դրա մասին, որ մենք այս փուլում տեսեք, ասում ենք կրթության վճարի համար մինչև 100,000 դրամ վերադարձնում ենք, անկախ նրանից մարդը միլիոնատեր է, թե ապրում է ամսական 200,000 դրամ եկամտով։ Բայց հիմա մենք դա ստիպված ենք անում, հիմա այս առաջին փուլից հետո արդեն մենք կտեսնենք հստակ, հասցեական, կկարողանանք տարբերակել միլիոնատերերին ոչ միլիոնատերերից, հիմա չնայած կարող ասան ինչի չգիտեք, միլիոնատեր են թե չէ։ Սա շատ կարևոր է տարբերակել, իմանալը համակարգի միջոցով, իմանալը վերլուծական գործիքների միջոցով եւ տեսնելը հարաբերությունները եւ գործառնությունները եւ այդպես շարունակ։ Հիմա հաջորդ փուլում ընդ որում դա քաղաքական ընտրության հարց է, մենք կարող է արդեն այդ վերաբաշխումը, այդ թվում սոցիալական արդարությունը կամ սոցիալական ճիշտ խթաններ ներդրնելու մասով կարող ենք այն ամենաապահոված խավի սոցիալական կրեդիտ օրինակ 100,000 դրամից դարձնել 90,000 դրամ, այն մյուս խավի սոցիալական կրեդիտը 100-ից դարձնել 110,000 դրամ եւ այս կարգի գործիքներ մենք կունենանք կիրառելու համար։ Էլի եմ ասում, դա քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք ամբողջական պատկերը պետք է ունենանք, մեծ տվյալները պետք է վերլուծենք, պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Ի վերջո, էդ էլ ասենք, որ մենք սոցիալական ցանցով մամուլի հրապարակումով հնարավոր չէ այդ վերլուծությունը անել։ Մենք պետք է այս մեծ տվյալի վերլուծությամբ հասկանանք մեր մոտ
բարեկեցության բաշխվածությունը, երբ որ մենք իմանանք, արդեն կարող ենք ավելի սկզբունքային եւ թիրախային եւ անհատական եւ սոցիալական խմբերի մակարդակով որոշումներ կայացնել առողջապահության, կրթության, հետագայում նաեւ գուցե այս նոր համակարգը կներդնենք նաեւ բնակարանային ապահովման հարցում, որովհետև հիմա Երևանից եկամտային հարկի վերադարձի համակարգը դուրս եկավ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն սա ահռելի հնարավորություններ է տալու մեզ, ահռելի հնարավորություններ եւ անհատական, եւ պետական, եւ հանրային մակարդակով։ Համեցեք, պարոն Հակոբյան։ Պարոն վարչապետ, ես երկու փաստ կուզենայի մեջ բերել, որը ամրապնդում է մեր խոսակցությունը։ Մասնավորապես մեր մարզային այցերը, նաև իմ այցերը մեր սպասարկման սրահներ փաստում է, որ այդ ոգևորությունը կա, այսինքն քաղաքացիները մեծ տեմպով դիմում են մեզ, մասնակցում են հանդիպումներին եւ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտվել այդ սոցիալական կրեդիտներից եւ իրենց կյանքի որակը բարձրացնել։ Եվ երկրորդ փաստը, որը կուզենայի մեջ բերել, երբ որ նայում ենք շաբաթական դինամիկան, թե որքան մարդ է հայտարարագրում եւ որքան մարդ է դիմում սոցիալական կրեդիտների համար, ամեն հաջորդ շաբաթ ավելի մեծ քանակով մարդիկ են դիմում, որը նույնպես հուշում է այդ ոգևորության եւ մոտիվացիայի մասին։ Շնորհակալություն։ Իհարկե մարդկանց մի մասը դեռ նույնականացման քարել չունի էլ որ դիմի, եւ մենք հիմա աշխատում ենք նաեւ եւ արդեն որոշակի համոզմունք ունենք, որ կարողանանք այդ հոսքը ապահովել, բայց ելի պայմանավորվել ենք, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի, բայց մեր համոզմունքն է, որ մենք նոյեմբերի 1-ով կկարողանանք լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը։ Եվ պարոն Հակոբյան, իհարկե էլի մենք աշխատանքային մակարդակում ենք խոսում, անընդհատ համակարգի լավարկումը, անընդհատ հայտարարագիր լրացրած քաղաքացիների արձագանքների վերլուծությունը եւ հնարավորինս մատչելի հեշտ դարձնելը հայտարարագրումը դա մեր օրակարգի կարևորագույն հարցն է, որի վրա համոզված եմ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք։ Խնդրեմ, կան այլ դիտարկումներ, չկան, ըստ այդմ հարց համար 20-ը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։